Սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանն իր ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել ու իր զգացողություններով կիսվել հետևորդների հետ։ Դերասանուհին նշել է, որ ամուսնությունից հետո համեմատաբար ավելի քիչ է տեսնում իր հարազատներին, իսկ ինքն ու եղբայրն այդ բացը փորձում են լրացնել փոխադարձ նվերներով։ Տեսանյութերն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Ամուսնանալուց հետո շատ դժվար է, որովհետև դու քո հարազատների հետ սկսում ես համեմատ ավելի ուշ տեսնվել, իսկ ինչ վերաբերում այն մարդկանց հետ ում ապրել ես, սկսում ես ամեն օր չտեսնել ու այդ շատ դժվար process է։ Ու քանի որ ես ու Սամոն մեր գործերի պատճառով չենք հասցնում ամեն օր տեսնվենք, ինքը ինձ է նվերներ անում ու ես էլ իրան եմ փորձում նվերներ անեմ, որպեսզի երկուսիս էլ գոնե առնվազն հաճելի լինի։ Տեսեք, ինքը այսպես մատ էֆեկտով եւ բնական կաշվից գոտի է, այստեղ ունենք մեր արացի լոգոն, այստեղ ունենք փաստող կտորիկը, որ կաշվից է, իսկ այս մասը արծաթագույն դետալներով է։ Երկարությունը ճիշտն ասած մոտավոր եմ ընտրել, հուսամ կլինի, բայց եթե անգամ ինչ-որ խնդիր լինի, կարծում եմ փոխանակելը դժվար չի լինի։ Վերջին տարիների ընթացքում բլոգեր Քրիստինա Մարգարյանն իր ինստագրամյան էջը ակտիվացրեց այնքան, որ հիմա ունի բազմահազարանոց լսարան, ովքեր հավատարիմ կերպով հետևում են բլոգերին, սիրում նրա բոլոր հոլովակները, երբեմն քննարկում, երբեմն էլ քննադատում նրա պրանկերը մայրիկի մասնակցությամբ։ Քրիստինան մայրանալուց հետո էլ ավելի ակտիվ է դարձել ինստագրամյան հարթակում, նա պարբերաբար կիսվում է նոր տեսանյութերով, հերթական անգամ նա պատմել է այն մասին, որ իր մազերը չի ներկում, իսկ հետևորդներից շատերը քննադատորեն են մոտեցել նրան ու ասել, որ չեն հավատում այդ վարկածին։ Քրիստինայի հոլովակն առաջարկում ենք դիտել հենց այս պահին։ Լույս բոլորին, ո՞նց եք։ Կոֆես խմել եմ, սպասում եմ աշակերտուհուս։ Իր այսօր առաջին դասն է մարդու հետ։ Ջան, ուй ջան։ Վարկյան, համա եմ, էլի։ Նորևս։ Այն որ ասում եմ մեկը խոսալու բան ունենալու ենք, ամեն ինչից պրծանք, ոնց որ, հələ որ մի քիչ մնացել է, էլի մի 10%, հիմա էլ անցան մազերին։ Խի եք խափում իմաստը կամ այս ինչ խանութից ասել են, որ դուք իրենց մոտից ներք եք առել։ Նախ ջերմ բարևներ այդ խանութի ամբողջ անձնակազմին, եթե ես իրենց մոտից ներք եմ առել ու մեռա նկար տեղադրելով ախր ստորի դնելով փոքր ժամանակվա, որ մազերս կարմիր գույն է եղել, հիմա է դառը ռիժի, չգիտեմ, ես ուղղակի ֆիզիկապես չեմ կարող այդքան, թեկուզ ուզենամ արմատ ներկեմ, ֆիզիկապես չեմ կարող, էլի, ու դրա հնարավորությունն էլ չեմ կարող այդքան ունենամ, թե ֆինանսապես, թե չգիտեմ, ոնց ասեմ, այդքան մի հատված, գոնե սև հատված կամ սպիտակ հատված կերևար, այ քեզ բան։
Սիրված երգչուհի Նունե Եսայանն այդքան էլ ակտիվ չէ սոցհարթակներում, սակայն երբեմն նա այնպիսի հրապարակումներ է անում, որ ջերմացնում է իր երկրպագուների սրտերը։ Այս անգամ նա հրապարակել է դստեր նվագելու գործընթացը։ Բլոգեր Նինա Տիտանյանը շատ ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Նա վերջին շրջանում հաճախ խոսում է իր նիհարելու և կյանքը լիովին փոխելու։ Նինան այսօր խոսել է այն մասին, թե ինչու իրեն համագործակցություններ չեն առաջարկում, ապացույց է տվել իր հագուստն ու վերջնական տեսքը։ Սուրճ եմ խմում ու մտածում եմ ու ոնց որ համ նեղվելու առիթ եմ ասում, համ հոգու ճիչ եմ ասում, համ ջղայնությունս եմ հայտնում։ Օրինակ ես զարմանում եմ մեր մարքետոլոգների վրա, ովքեր աշխատում են շորի բրենդերի հետ, ոնց իմ հետ չեն համագործակցում շորի բրենդերը։ Ես ախր շատ նոր դեմք եմ հայկական շուկայում, որպես նոր կոպիտ ասած նոր մարմին եմ։ Մարդկանց հետաքրքիր է ես ինչ տեսք ունեմ նիհարելուց հետո։ Ես երբ որ շոր եմ առնում ու շոր եմ գցում, այդ էջ ասենք պրոստը ես նշում եմ, այսքան ժամանակ չի եղել, որ ասենք չէ շորի էջ նշեմ, ինձ գովազդի համար վճարածել եմ, պրոստը նշում եմ, որտեղ գիտեմ հարցնելու են, պրոստը այդ էջը ունենում է 5000-ից ավել քլիկ։ Հասկանում եք, հետաքրքրությունը մարդկանց շատ մեծ է, ու ինչի չեք ֆայմում իմ հետ համագործակցեք, ոչ թե նեղվում եմ, այս ուզում հասկանամ, խնդիրը ո՞րն է, ցած բացի, բայց դիմում Երեք ես ստաբիլ շաբաթը մի անգամ պարտադիր առիթի եմ, այսօր ծնունդ եմ, այսպես եմ հագնվել, կապլուկներս ինձ շալվար, այս կորսետս այս սունկեն, մամա ես մատանին եմ դրել այս բանով, չգիտեմ այդ քարի ինչա դաժը, այս մատանին եմ դրել այս անգամ, այս չգիտեմ ինչ եղավ ֆոկուսի հետ, ոչ իմ այսպես է տեսքը, հա մազերս է որոշել եմ ֆենեմ, որտեղ վաղուց չի ֆենել, ինձ թվա շլացուցիչ եմ ես, մոռացա ատանալ քարերս է, մաքուր ես վիտակ, իդեալական օր է այսօր բարելու, բարերով լալալալալա Արա ոնց կարան մարդիկ նայեն ինձ մտածես սենց խելառի մեկն եմ ես գժո լավ ասեմ միացած ցույց տամ էլի լուկաս մի րոպե չանջատեք այս stories նայեք խիտ ռեպլիկ չեմ թողում հետևից չեմ հասկանում ինքն սիգուր